Ողջույն սիրելի հետևորդներ, վերջերս Երևանի մեջ լույս տեսավ Էդվարդ Սայիդի Արևելապանություն գիրքի, Orientalism գիրքի հայերեն թարգմանությունը։ Այսօր սիրով պիտի հյուրընկալենք եւ զրուցենք գիրքի համաթարգմանիչ, իմաստասեր, փիլիսոփա, համալսարանական դասախոս բարոն Մարկ Նիշանյանի հետ։ Ողջույն բարոն Նիշանյան։ Շնորհակալություն, որ մեր թիմին ընթարաչեցիք։ Եվ սկսենք մեր զրույցը։ Ինչու որոշեցիք Արևելապանություն գիրքը թարգմանել արևմտահայերենի եւ ըստ ձեզ ինչ նշանակություն կրնա ունենալ հայ ընթերցողի համար։ Okay. Նախ այդ գիրքը թարգմանելու որոշումը անձնական որոշում չէր։ Թարգմանիչներուն որոշումը չէ, թարգմանիչներուն որոշումը ընդունել էր կամ որոշել էր, որ իրենք այդ գիրքը պիտի թարգմանեն, այդ գիրքը ցանկի վրա էր Գուլբենկյան հիմնարկության կողմէ նախադեсված եւ իրակորձված թարգմանություններու շարքի մաս կգազմեր եւ բացապես այդ որպես այդ որ հանցնարինք մենք երեք թարգմանիչներս այդ մեկ գիրքը թարգմանել երեք հավանաբար որովհետեւ հսկա աշխատանք մներ ի վերջո այդ մեկը թարգմանելը Մյուս ծեր հարցումին մյուս երեսը ինչ նշանակություն ասիք նորեն Այո, հայ ընթերցողին համար ինչ նշանակություն կրնա ունենալ այս աշխատությունը գործը Բայց նայեցեք նախ եւ առաջ այդ Գուլբենկյան հիմնարկության նախադեсած շարքին մեջ բոլոր գիրքերը որ ունեն ինչպես ասեմ եւ համաշխարհային գրնամսել դերևս ավելի ասենք արևմտյան աշխարհի մեջ համաշխարհային նշանակություն ունեցող արձագանք ունեցած գիրքեր են եւ Էդվարդ Սայիդը հավանաբար առաջին գարկին եւ ուրեմն գարժե որ հայ ընթերցողի լեզվով գարտա գիրքը որ այդքան դարածված այդքան հաջողություն կդած է այդքան մարդոց արտնցուցած է ցևովը գրնամ պատմել ցեզի արտնցնելու բարական ես այնադեն երբ որ գիրքը լույս տեսավ չէ անշուշտ Ամերիկա Կոլումբիա համալսարանը դակավին հոնչեի բայց երբ որ այդ դարիներում որ Կոլումբիա համալսարանն էի եւ ի միջայլոց գտասավանտեի Էդվարդ Սայիդի շուրջ գբատմեին ինձի իմ շուրջս մեծ պրոֆեսորներ այդ ցնցումը որ ունեցած են երբ որ այդ գիրքը 78-ին երբ որ լույս տեսած է երբ որ առաջին անգամ լալով գարտացած են իսկական ցնցումը եւ ուրեմն գարժեր այդպիսի կարևոր գիրքը ի վերջո ներկայացնել հայրենով ուրիշներու գարկին ուրիշ գիրքերու ուրիշ մտածումներու գարկին բայց ավելի դժվար եւ ավելի ընդհանուր դերևս արծում մնացեր արծումը թե ինչ նշանակություն հայ ընթերցողին համար դերևս մյուս հարցումներում մեջ են այդ գեդին բան Երբի անդրադառնանք այս գեդին Հադիկ առաջ ընթանանք ինչպես ձեր կարծիքով ինչպես կհատվի Էդվարդ Սայիդի արևելքի մասին արևմտյան պատկերացումներու քննադատությունը հայոց պատմության կամ մշակութային ինքնության հետ մանավանդ այստեղ արդեն ձեր բարձրացած հարցումին անդրադառնանք մանավանդ սպիրկյան համաձիրեններս սպիրկյան բարունակեններս Պագագից եթեպանանք այսպես արևմուտքի մեջ ապրող եւ գուցե այդտեղի մտայնությունը գրող արմատով արևելքցիներուն կով Այո, okay
ուրեմն այդ հարցումին գամած պիտի մոտենանք Բարի։ նախ վերնակիրը նայելով, չէ՞։ Վերնակիրը շատ լավ գիտեք, որ իր հանձարեղ բաներեն հաջողություններն մեկը ի վերջո այդ վերնակիրն է օրիենտալիզմ եւ գրնակ երևակայել, որ հայերենով դժվարություն ունեցած ենք նախ որոշելու թե ինչ ծևով բիդի թարգմանենք այդ օրիենտալիզմը որովհետև օրիենտալիզմը նախ գիտության մանունն է ակադեմական փանասիրական եւ ուրեմն ադոր գսեն հայերեն բարձ արաբելագիտություն Արևելագիտություն, այո։ բայց նաեւ Սայեդին համար արևելքը երևակայելու ծև մնե, չէ՞։ 19-րդ դարուն ամբողջ մնանք 19-րդ դարուն վրա ի վերջո ամբողջ այդ թեպի արևելք այդ շարժումը գար քրողներում մոտ նկարիչներում մոտ արվեստագետներում մոտ ադոր հայերեն գսեն արևելասիրություն ինդրային բառն է արևելասիրություն ներաշխար արևելասիրություն գրնակ գտնել Օրինակ Անգլերեն քիրքին գողքը, չէ՞, այդ նկարները մեկը գրնա համարվի, բնակ։ անպայման այդ նկարիչներն մեկն է որ այդքան սիրված նկարիչների միջայլոց ֆրանսական քաղաքինիության կողմէ, չէ՞, եւ այլն երկու իմաստենք օրիենտալիզմ բարին եւ այլն ուրիշ իմաստնել ալգանան շուշտ բայց իր սենկա թանձարեղ որոշումը բահել եղած է օրիենտալիզմ բարը որ այդ նկարչության այդ դեսագի նկարչության անուններ կամ այդ դեսագի փանասիրության անուններ նույն անունը բահել փանի համար որ ի վերջո իր ուզածներ Սայեդին այսինքն ինչ որ գոչեցիկ բայց պետք է քիչ բացատրել արևմտյան հայացքը արևելքին վրա բայց հիմա պետք է ավելի բացատրել քանի որ երբ որ մեկում գնայի ես տեսի երբ որ գնայիմ ցուկ ծեր ինքնության մեջ չեք աստվիր իմ հայացքես բայց երբ որ արևմուտքը եւ այդ է ամբողջ քաղաքնիկը արևելապանության կամ արևելագանության նորենադա պետք է բացատրեմ երբ որ արևմուտքը գնայի արևելքին վրա հա քաղաքնիկային է որ նաեւ իր հայացքով գդիրե իր վրա եւ այդ նրբությունն է այդ նրբությունը ինչպես քո հայացքով ինչպես կնես դիրելու համար այդ էագին որ մյուս կողմն է որ արևելքցի կգոչվի եւ այլն եւ ոչ միայն գդիրես եւ բուն ամենադժվար նրբությունն այն է որ ոչ միայն գդիրես իր վրա այլ գմտնես իր մեջը այնպես մգնես որ այլևս ինքը չսկա որ քուն գդիրես որ իր վրա քանի որ քուն այված կդ որպես արևմուտ կեն եկած նայված ինքը արդեն ամբողջ այդ շարժումով ինքը ներանցնականացած է եւ խորքին մեջը քանի որ մեջը մտածես այլևս ինքը չսկար իսկ որ արևմուտքեն հայացք մգա իր վրա որ գդիրեգոր այնպիսի ծավալ գդիրեգոր որ այլևս իր մեջն է օքեյ հասկանալի է չէ՞ ամբողջը այդ ներանցնականացումի այդ նուրբությունն է որ խենթենալիք ֆենոմեն մնե իրականության մեջ չէ օքեյ եւ ինչ կապունի այս ամբողջը հայերուն հետ կապունի էաբես հիմա մեր նայվածքը նեղծնենք գոր չէ էաբես կապունի Իմիջայլոց, բայց իմիջայլոց, Օսմանյան գայսրության հետ կապ ունեցող դիրված ժողովուրդներուն հետ։
որոնց մեջ միջի այլոց գային հայերը, հույները, սերբերը եւ հիմա գտնվենք 19-րդ դարուն եւ ունենք այդ դարօրինակ ինչպես իրադարձությունը որ ի վերջո այդ երեք ժողովուրդներուն ճիշտ նույն ցեվով նույն հանգրվաններով սերբերուն եւ հрьяաներուն բարական ամբողջովին դարբեր է նույն հանգրվաններով էսի բայց իրենց համար շատ ավելի սերմ ժամանակաշրջանի վրա հայերուն համար ամբողջ տարը դեված է քանի հանգրվաններով իրենց վերասահմանել ի վերջո արևմտյան հայացքով եւ վերասահմանել կնշանակի նախ եւ առաջ իրենց անցյալը փանասիրական ցեվով մոդենալ ստեղծել վերստեղծել առաջին մեծ փանասերը ինջիջյան 1815 հունգ սկսի փանասիրությունը ուրեմն գետ միևս արևելապանությունը կամ արևելականությունը սայդի իմաստով փանասիրություն նախ եւ առաջ փանասիրություն նայեցեք արևմտյան հայացքը փանասիրությամբ է որ գարდა այդ վիգոր հայերը առաջին իրենց փանասիրական աշխատանքները 19-րդ դարու սկիզբը հոն ուրեմն գտարնան գոր ասկ կամ գիտակցին գոր կամ գվերստեղծեն գոր իրենք այդ նայվածքով okay եւ ավասիկ գստեղծվի գոր էակմը որ ինքն իր արարգան է փանասիրական հայացքին արարգան արևմտյան հայացքին արարգան բայց նաեւ ինքն է նայողը այդ դարօրինակ էակը երկու է ինքն է նայողը բայց ինքն է նայվածը այո ասիկա գլագոր փան հավասարապես հայերուն հույներուն համար եւ այլն հայերը ամփոփ թարմը անցուցած են մինչև տարուվերջ ասեմ հանգրվանները առաջին հանգրվանը փանասիրականներ երկրորդ հանգրվանը ասկակրական որուն դարօրինակ գերբով ասենք առաջին արտահայտությունը դորքրեթե պիտի ասեի ապովյանն է երբ որ գսե իր հարաճապանին մեջ 41-ին գրված որ եթե հնարավորություն ունենայի գերտայի եւ մեկ հավաքեի գիտեք բադումները բաները եւ այլն որովհետեւ նորեն իրենց ռամցնես բայց ինքը չէ գրած այդ աշխատանքը ուրեմն առաջին մեծ անունը Սրվանսյանցն է 1874 բանն չէ դուք ասեք այդ առաջին չէ պրոցը ուրգա սասունց դավիթի առաջին հեղումը ասենք եւ այլն ասանք բաներ եւ երրորդ անկրվանի ինչ է ամբողջ շարժումին մեջ գոմիդաս ի վերջո որ ինքնալ նույնը գնե գերտագը հավաքը բայց այս անգամ արվեստի վերածելով եւ այլն որ ուրիշ ֆենոմեն մնե դալ ուրիշ ֆորմա կբացատրենք ավասիկ ցեզի աստեցություն անմիջական այսինքն ուղղակի արաբելականության աշխատանքն է աստեցությունը անմիջական աստեցությունը երբ որ ասկ կդառնա ինքն իր աչքին ամբողջ թարմը գդեվե եւ վերջավորության մեր սիրելի գոմիդասի երկրբակուները բոլիս նստած գսեին մենք ծրված եւ այլն որբեսի ասկայնանանք պետք ունենք արվեստագետներ ու հահա ուրեմն գոմիդասին ուրեմն դակավին ասկայնացումի շարժումը չեր վերջացած դեռ 19-րդ դարու վերջավորության ավասիկ ասկապանությունը ինչսինք արևելապանությունը ինչպես այս արվեստը կներթապանցե կներեք ընդհատեցի մեր հոգիները գիտեք սպիրկի մանավանդ
Անշուշտ, ադալ հաջորդ հանգրվանն է, չէ, սպիրկի մեջ անշուշտ, որ ի վերջո ադոր ամպորտին ժրանքորդն ենք և ամպորտ սպիրկի մեջ ի վերջո ձայրեն ստիպված ենք մենք կզմեզ մտածելու, որովհետև ի վերջո բոլոր այդ քաղաքարները, որ ունենք, եկած են մեզի 19-րդ դարին, այսինքն եկած են արևելա փանուտենեն, բզիկ նրբություն բաղակից մնայեցե, քանի անգամ արևելապանություն, արևելականությունը սի, չէ, դիգա իմ անցնական պանս եղած է, վարանումս եղած է, մենք որպես, երեքս որպես տակմանիչ, որոշեցինք արևելապանություն, բայց հետո իմ հաջորդ կրազներուս մեջ, ես անցամփ, դիգա իմ պանս է որոշումս է, սկսա խորիլ, որ ինչու արևելապանությունս ինք և ոչ թե արևելականություն, Vasik, adoro Maria Pemmen pernes vidielle արևելականությունը սելու համար օրիենտալիստ կներեք։ Շատ լավ է, ավելի հարուստ պարաբաշար արդեն։ Եվ եթե ավելցնելիք չունիք, արդեն ճիշտ այս արիտեն օգտվելով հաջորդ հարցումը կապ ուներ այս գետին հետ։ Ինչ հատուկ մարդահրավերներու հանդիպեցաք Սաիդի այս աշխատությունը թարգմանելու ընթացքում։ Այո, ադիգա Այ գաղափարներ կամ եզրեր, որոնք դժվարացուցին թարգմանությունը եւ առավել նոր եզրեր գերտեցիք, թե գոյություն ունեցողները հարմարացուցիք։ Սա դավոր հարցումն է, որովհետեւ նախ ասեմ որ անգլերեն թարգմանված գիրք մնա, չէ, որ հիմա հրաբարակելա։ Okay. Արեմ մդահայերենը դժվարություն ունի անգլերեն թարգմանելուն։ Գյանտատրեմ բոլոր լեզուները դժվարություն են անգլերեն թարգ, չեն գիտեր, բայց ունին։ Նախ ինքը արեմ մդահայերենը գիտեք, չէ, շատ վարժ է, հանգիստ է, երբ որ գթարգմանե ֆրանսերեն է, որտև այդ ցեղով գասնված է, իր ուղեղ արեմ մդահայերենին։ Անգլերեն հավանաբար ուրիշ պատճառներով ալ ի վերջո իր հadouk աշխարհը ստեղծած է անգլերենը եւ հայերենը պետք է վարժվի վարզապես միայն արևմտահայերենի բարական չէ ենթադրվում արևելայերենն ալ նույնը պիտի լա եւ այլն եւ շատ դժվար էր այդ իմաստով եւ նաեւ Էդվարդ Սաիդը ակադեմիական լեզվի յուրահատկությունները կան ի վերջո ամենաբարձ բաները սեմցեզի իսկապես շատ բարձ բաներ եւ մեկ-երկու տեղ անլուծելի շատ բարձ բան օրինակ scholar բառը անգլերեն նույնիսկ ֆրանսերեն երբ որ խորիմ scholar-ը ինչպես պիտի թարգմանեի գաղափար հայերեն խոդ հետազոտող մտավորական, ուսումնական ամենաբարձը գիտնական ոմանք կթարգմանեն, շատ այո, հա, ակադեմիական, շատ բաներ, բայց նայեցեք բառն է, որ ամեն մարդ հասկանա scholar ուրիշ բառ ասեմ, այդ բառը միակ բառն է, որ չթարգմանեցինք, որտեղ մյուս բոլոր դժվարությունները ցեվով մը հաղթարես, այդ մեկը չես հաղթարել Դերմը Edward Said գսե I am a humanist ինչ կնշանակի humanist Արեստով իմ արեստս է գսե վարգյանը ինչպես գրնա քու արեստը humanist լալ որովհետև անգլերեն humanities գա որպես ինչպես կարելի ասել որպես Mars Եվ համասարան երբ որ գտասավանտես անգլիական քրագանություն կամ արևմտյան քաղաքագործություն գտասավանտես humanities եւ ուրեմն ինչ քու բան arrested humanist լալը կնա թարգմանե դիգա գիտեք որ humanist մյուս լեզուներով ի վերջո նույնիսկ ֆրանսերեն անթարգմանելի են բացարձակապես որովհետև հյումանիստ ֆրանսերեն կնշանակե 16-րդ դարու վերածնունդի հյումանիզմը, այսինքն մարդկայնաբաստությունը, ասենք, եւ այդքան գամալ պարոյական բանը, որ մարդկությամբ կսպարես, բայց ինքը այդ չէ որ գսեգոր, հյումանիտիզով սպարող մարդն է, ուրեմն հոն ծև միջոց չունես, եւ ասիկա մեկ օրինակ է, շատ օրինակներ կան այսպես, ուրեմն հաղթարեցինք
նո չախտարեցինք այդ մեկը չախտարեցինք բայց ուրիշ բարականերու բացատրություններ եւ ես այդ իմ նորեն իմ հանցանքը չէ իմ անսամբ հավատացած է որ նախ թարգմանելը ամենանուրբ ամենադժվար մշակութային արարքն է որտեղ գստիբե որ բանը թարգմանողը իր լեզվին ամբողջ ի վերջո ակունքները բանը մեջտեղան է բեղե բետգունի եւ այլն թիվ 1 եւ թիվ 2 պետք է բացատրեն թե ինչ կնեգոր ուրեմն պետք է բացատրե իր կորցած բարերը պետք է հոնուր դժվարություն կա պետք է բացատրե ինչու դժվարություն կա եւ այլն եթե ոչ բանին գուտաս կորձիկին գուտաս pan otomatik ինքը գնե թարգմանությունը թարգմանիչի պետք չի գա այդ բարակային չէ թարգմանությունը բան է քուլեզուտ ծայրեն մտածելու ամեն անգամ աշխատանք մնե անգամ երևի ծայրեն անտին երթալու անշուշտ այո եւ adorăm այդքան կարեւոր է չէ այսպիսի թարգմանություններ որ վերջո անտին անցնել այո օգտվել բայց նաեւ մտածել լեզու ինչ պատմություն ունեցած է որ ամեն լեզու դարբեր պատմություն է ունեցած է դարբեր հանգրվաններ է չէ զուգահեռ չեն լեզուներու պատմությունները եւ այլն ուրիշ ցեզի ուրիշ բան օրիենտալիզմի բարակային ֆրանսերեն թարգմանություն մգարաբարագին վրա գա երկու հատ գա Միչայելոս մեկը դա միջաբես եղած մյուսը 20 տարի վերջը կատաստրոֆ առաջինը արձագանք չկտավ շատ կներեք ընտադեցի չէ դուք ձեր տասախոսությունները մեկում մեջ եք օքեյ voilà այո Տարօրինակ գերբով ֆրանսիայով է Էդվարդ Սայիդը ոչ մեկ արձագանք բայց հետո երկրորդը այո ես առաջին թարգմանություն չեմ գիտեր ֆրանսերեն երկրորդը կատաստրոֆ գսեն ֆրանսերեն այսինքն աղետալի pan արդյունքը որովհետև անգլերենը նույնիսկ ֆրանսերեն լեզվով դժվար է թարգմանել հավասիկ ցեզի այո օքեյ ինչեր այդ հարցումը չէ դժվարությունները եւ այլն ամբողջ բարաբաշարի աշխատանք մգա բարաբաշարային ստեղծումի դժվարություններու անշուշտ եւ այլն նորաբանություն գիտությունը պիտի այսինքն գիրառվի մանավանդ որ Էդվարդ Սայիդը նայեցեք ասալ բացադրեմ այդ քիչարաչ վան բացադրածս կա չէ այդ արևելա փանության կամ գանության այդ էությունը մտնել մեջը արևելցին ամբես մնել որ արևելցին չի դալ եւ չզանազանեինք ինքը եւ այլն կամ դեսնեինք ինքը ամեն բարակայի իր անոր նայվածքով չէ այդ երևույթը գա բայց նաեւ Էդվարդ Սայիդի մտքին մեջ գիտեք որ գա ամբողջ ինչպես ասեմ քաղաքական Հայաստանյան բարով քաղաքական չափում եւ դեր մանավանդ քիրքին վերջավորության ուղագի 20-րդ դարու սկիզբ անգլիացիներու ներկայությունը միջին արևելք անոնց ի վերջո քաղաքական գամեցողությունը հոն նոր աշխարհը ստեղծելու իրենց ուզած ձևով եւ այլն բեդություններ եւ այլն ինչ բեդություն քու քաղաքարը դե բեդությունը այսինքն այ մդյան գոզեմ ասել հա եւ հոն ուրիշ դժվարության արժեվ գտնվիս որովհետեւ որտեղ շատ պոլեմիկ է վիճարկողական եթե գուզեք եւ այդ ոչի ինչպես բահել ինչպես սկացնել որ եւ գիտական է եւ քաղաքական է միայն ժամանակա դալ դժվարություն մնե ավասիկ ցես այո շատ հետաքրքրական նորեն մնանք Հայաստանի մեջ հայերենեն անցնենք Հայաստան գիտեք Հայաստանը գարձրատիպված է ցեվով չագերդավորս ենք որպես արդասովոր արևելք Գամ ինչպես գսվի արևմտյան երկիրը արևելքի մեջ ոմանց կողմը գսվի անշուշտ ոչ որպես բացարձակ ճշմարտություն Ձեր կարծիքով ինչպես կրնա այս թարգմանությունը նպաստել արևմտահայ
կամ սփյուռքահայ ասենք այս դեպքին, եւ Հայաստանի Հանրապետության մեջ ապրող հայ ընթերցողի մտքի մեջ քանթելու այն անորոշությունը, որ ոչ արևելյան, ոչ արևմտյան այս անորոշությունը կա։ Գրնա այս թարգմանությունը ինքնության դակնապ հարաճացնել կամ հակառակը, ինչպես վերը ասի, լուծումը առաջարկել։ Բայց շատ գիտեք ինչպես ասեմ շատ բան պետք է սպասել թարգմանութենը Բիդի չառաջացնե ոչ լուծում, ոչ դակնապ, ոչ նախ պետք է գարտացվի մեծ քիրք մնե, երկար քիրք մնե, ուրիշ աշխարհը մի եկող քիրք մնե, որուն ինչպես ասեմ, որուն գրնագը գտնվող մտածողությունը անպայման հստակ չէ քիրքին մեջը, չէ, փիլիսոփայական ասենք, կամ քաղաքական եւ այլն, այնպես որ ընթերցողը նախ պետք է մարսե այդ ամբողջը։ Այո։ Եվ ոչ միայն պետք է մարսե, այլ պետք է բաներ հոդվածներ լույս տեսնեն, ուսումնասիրություններ եւ այլն։ Այդ մեկ։ Տիպ երկու։ Գիտեք ինչ հետաքրքրական է, հիմա ցերացումով կանտրատարնամ այս գեդին, որ ի վերջո նայեցեք մենք կներկայանանք արևմտահայերենով նույնի մշուրջ որ արևմտյան հայացքն է արևելքի վրա եւ կներկայանանք ուր լեզվի մեջ քանի որ մուտքը գործենք կոր արևմտահայերենով լեզվի մեջ որ արևելահայերենն է վաու եւ ուրեմն հոն հստակորեն բանի փախումիմը բանը գա վտանգը հնարավորությունը ինչ գտնամ արդեն իսկ լեզուներու հարցով եւ արևելա ինչ հայերեն թե բարձրապես արևմտայի եւ արևելայի միջև այսինքն արևմուտքի եւ արևելքի տարօրինակ օքեյ այդ երկու անգախ ծերացում են այդ պատկերացումը որ հայերը արևմուտք են արևելք են կան գիտեր ինչ են հայերը բացարձակ ճշմարտություն չկա այստեղ բայց հիմա երրորդ կետը գամ այն է որ Հայաստան նայեցեք նույնիսկ հետսպերի նալով որ այդ հարցումը պիտի ենեք Հայաստան Էդվարդ Սայիդի մասին մեզի չեն սպասած քիրքը գարտալու, անդրադառնալու եւ աստվելու համար եւ ուրեմն գիտեք որ Հայաստան Հրաչբայադյան նգա որ ի վերջո կարևոր շատ կարևոր քիրքը հրադարագեց 2020-ին կոവിഡ്ի դարիներուն էր չեմ գիտեր Հայաստան որքան արձագանք ունեցավ քիրքը գոչվի Երևակայելով անցյալը խորհրդային արդիականության պատկերներ եւ այդ քիրքին փնապանն է ի վերջո նախատասությունը Սայիդեն ուղղակի Սայիդեն եկած որ պիտի գարտամ ցեզի եթե գուտույլադրեք how does the culture հավանաբար սխալ կրվել է seek to become independent of imperialism seeking to become independent of imperialism, imagine its own past. Այսինքն գայսերական դիրաբեդութենեն անգախանալ ուզող մշակույթը ինչպես գերեվագա է իր սեփական անցյալը եւ հոս պանսայիթն է գտեսնեք գայսերաբաշտության թեմ աշխատող ինչու՞ չէ ի վերջո սայիթն է եւ Հրաչ Բայադյանը այդ նախատեսությունը գարնե իբրև իր ուրեմն փնապան իր քիրքին եւ քիրքը գկրե ուր ի վերջո հետ ինչպես կարելի է գոչել դիգա խորհրդային Հայաստան ուրեմն հետ խորհրդայնությունը անգախ Հայաստան գամես բանի հասկացվի գմեկնապանվի գաշխատվի որպես բանի հետ քաղաքադիրական բաներով կոնցեպտներով այսինքն հասկացություններով
որ massամբ գուքան մայդեն, ոչ միայն անշուշտ, բայց massամբ սայդեն։ Այնպես որ նայեցեք, ծեր հարցում են ավելի բարդ է Հայաստանին իրականության մեջ, որտեղ արևելքի արևմուտքի հարց չէ։ Հարցը մտածել եք ու ներգատ, որպես նախուանցյալդ, քո անմիջական անցյալդ, որպեսզի գիտնաս թե դու ով ես եւ քո անմիջական անցյալդ խորհրդային անցյալ մներ, այսինքն սովետական, ուրեմն հետ սովետականությունը պետք է մտածել եւ ինքը գործե գորը հետ սովետականուն մտածել ի վերջո Սայիդին օգնությամբ massամբ եւ հետ քաղաքադիրական կոնցեպտներով հացքներով իմիջի այլոց եւ կարեւոր շատ կարեւոր հա այսեր աթարցումին երեք գազեմ գեդերը որ գնայի սելցեզի գնայիք գնդեսնեք փանցի արևելքի արևմուտքի հատ չեն Աշխարհակրթությանն անցանք նույնիսկ ժամանակի, ուրիշ մագարտակի նույնիսկ։ Հետաքրքրական է։ Իսկ ինչպես գոհուսակ, որ այս թարգմանությունը գաստե հայ ընթերցողին վրա, ինչ հետ կուզեիք որ ցկե։ Հիմա շատ լավ է որ պետք է նախ գարտան, արդեն եթե գարտան կարծես թե քիչ արագ ծևոմը պատասխանեցիք այս հարցումին, բայց անձնական փափակ ունեիք, որ ծևոմը գուզեիք աստե լա Հայաստանի մեջ գտնվող կամ սպիրկահայուն կով ինչ աստեցություն գուզեիք ցկեր։ Դժվար հարցում է այդ մեկը դժվար հարցում նախ եւ առաջ գիտեք թե վերադառնանք 19-րդ դարուն քանի որ Սայիդի մոտ ասեմ մեկ բառով ասեմ Սայիդի մոտ գա աստեցությունը Միշել Ֆուկոյին եւ ուրեմն այդ երբ որ գիտես անդրադառնաս որ ի վերջո այդ մեծ ընթարացումներ կան Սայիդի մոտ որ ի վերջո արևելականություն եղած է միշտ սկիզբը ընթարերը ի վեր այո բայց 19-րդ դարուն եղած է շատ յուրահատուկ է այո այդ բանասիրության սկզբնավորությունը ասկայնացումը բանասիրության հիման վրա բանեն արեմդյան հայացքին ներանցնականացումը եւ այլն Առաջին բանը ի վերջո ինձ համար կարևորը ադիգա հասկանալ է թե ինչ կատարված է 19-րդ դարուն այդ ասկայնացումը 19-րդ դարուն միսմինագը չէ եղած է այս ամբողջ արևելականության, արևելապանության, արևմտյան ներկայության մարդոց ուղեղներում մեջ եւ այլն։ Եվ ուրեմն, ադիգա պետք է գիտնալ, որպեսզի տուն վերամտածես քո ինքնությունդ, երբ որ նախ քո պատմությունդ, թե ինչ պատահեցավ 19-րդ դարուն, ինչ եւ այլն, եւ տուն ով ես այսօր։ Ասիկա մեզ ինձ համար գսեմ գոր։ Հայաստանյան կողմը ավելի դիեսի ավելի բարդ է կամ ինչ գիտնամ նույնքան բարդ ասենք որովհետև այդ հարցը կա այդ դարբեր տեսակի իմպերիալիզմները կան այսինքն կայսերաբաշխությունները թե չէր կայսերաբաշխություն դու ինքնդ երբ որ կմտածես Հայաստանի մեջ որպես հետ սովետական կմտածես թե ամբողջովին անկախ հատկ է ավասիկ ուրիշ հարցումը որ ունի կամ չունի գապ Էդվարդ Սայիդի հետ եւ գուզեի որ ավելի ինչպես Հրաչ Բայադյանը հրած է ավելի մտածվեր այդ մասին եւ ինչու՞ չէ այս արիտով եւ դիալոգը ստեղծվեր ի վերջո մեր սպիրկի եւ իրենց միջեւ վերջապես այդ դիալոգը անհրաժեշտ բանի երկխոսություն երկու ի վերջո 19-րդ դարու իմաստով ասկ մնենք ենք տագավին բեդություն ծրվում այդ եւ վերջո ծրվում ինքսինք կմտածեգոր վերջո բեդության միշտ մտածած եմ ինչեւ հիմա բեդության ցուկսեք իր ճունեցած բեդության հրացական ձիրին մեջ կպավե ժամանակի եղավ ուրիշ բան մտածելու բայց միայն ժամանակ
միայն ժամանակ այդ երկխոսությունը անհրաժեշտ է, բայց ոչ թե երկխոսություն իրար հասկացող ասենք քաղաքապարապանական կետնի վրա իրար հասկացող երկու զրուցակիցներու միջև, այլ ահա իրար չհասկացողներուն, քանի որ արևել մտա, արևելա հայության երկու կողմերը շատ իրար չեն հասկանալ որս երևույթ են, օքեյ։ Եվ այս գիրքը ավասիկ աոր արիթմը վերամտածելու եւ մեր ամիջական պատմությունը սովետական փաստացակապես ես նկատի չունեմ անշուշտ, բայց մեր ամիջական պատմությունը այն իմաստով որ որպես ասկ կազմվեցանք 19-րդ դարուն ինչ հիման վրա ի վերջո եւ այսօր միշտ նույն կետնի վրա պետք է մնանք որպեսզի մտածենք մենք մեզ եւ որպես պետություն եւ որպես ծրվում սպիրկ ծրվածություն դարակրություն անհրաժեշտ բան մգա այդտեղ եւ գրնա այդ գիրքը թերևս խթանելալ թերևս մտնելու համար այդպիսի գրիվիմը վեջիմը Սողական շինիչ վեջիմը շատ հետաքրքրական ասիկ, որ գիրքը լավ գլա, որ մտածել դա, գիտակցիլ դա եւ զրույցը ստեղծե այդ, ինչպես ասիկ, կառուցողական վեճը ասենք։ Երանիվ։ Անցնենք հաջորդ հարցումին։ Ըստ ձեզ ինչու կարևոր է այս գիրքի նշանակությունը ունեցող գիրք մթարգմանել, այսպես ասենք փոքրամասնության լեզուներում, հայոց բես փոքր ասկիմը լեզվին։ Ի հեջուկս, այսինքն իր բնակրին, որ անգլերենով էր, որ համաշխարհային քերիշխող լեզումն է, նամանավանդ գաջարական, այսինքն ակադեմական աշխարհեն ներս։ Գուզեք կորսելու որ ի վերջո ամեն մարդ գրնա անգլերեն գարտալ, ինչ պետք է գա հայերեն թարգմանելու։ Այդ է ծերսելու ցածը։ Ընդհանրակը, չէ, դրական իմաստով։ Նշանակությունը հայերենի թարգմանության, ինչ գրնա բերել, ինչ որ կբացակայի մեր կյանքեն ներս որոշ չափով։ Արևմտահայերենի դեպքին շատ կբացակայի ցավոք սրտի։ Ասեմ որ այս շարքին մեջ Միչայլոց Գերմենքյան հիմնարկության այդ առաջին շարքը թարգմանական երկու արևմտահայերեն թարգմանություններ գային, որքան որ գիշեմ, գարձեմ սխալ չեմ, մեկը մյուսը որ ես թարգմանեցի առանցին, եթե գտույրադրեք, Giorgio Agamben, Իտալերեն Քելքերեստադի Auschwitz, այսինքն մնացորդ թարգմաների մնացորդ Auschwitz-ի եւ այլն անհրաժեշտ են, չէ, այսպիսի գիրքեր թարգմանելը այս պարակային ուղղակի հուն դեպքում վրա Հայաստան լսելի դարձնել անուններ որոնք ի վերջո այդքան ցնցած են ակադեմիական աշխարհը եւ Սայդը եւ անշուշտ Ագամբենը եւ ինչու ցնցած են լավ է որ արձականքին գիտեք այդ ալիքը արձականքը հասնի ի վերջո մինչև մեր ականջները եւ այլն ավասիկ ինչու եւ ուրիշ գիրքեր պետք է թարգմանել այդ ուղղությամբ եւ այլն միայն լեզվի աշխատանքը չէ ի վերջո աշխարհեն լուր ունենալու հարց մը կա եւ վերջո քայլ բայելու ինչ կդարվի գորոն եւ որպես հոսալի միջայլոց եւ այլն որպեսզի այդ փոքր ասկը չմնանք ինչպես որ գսեիք գոր որը փոքր լալը բանի չափի TV հարց չէ քայլ բայելու հարց է որպեսզի տունալ քութերդ կդարես ներկայությունը փաստես ծևովն որպես այսինքն
Քու մտածողական ինքնությամբ է։ Եվ ուրեմն քու աշխատանքով է միտքի եւ ուրեմն միշտ այդ աշխատանքը այդ կապը պետք է բայել դուրսի ներսի եւ այլն ոչ թե որովհետեւ որբեսի դուրսը դիրե հոս ներս քու սահմանները ներս այլ ընդհանրակը որբեսի տուն գարենաս ինքսինքդ վերամտածել եւ հետո նորեն դիալոգի հարց մնա չէ այդ դուրսին այդ երկխոսության մեջ մտնել եւ այլն հավասիկ ինչի գծարայի միջայլոց Հետաքրքրական արդակին աշխարհի հետ այս անգամ։ փոքր ասկ ծրված ասկ եւ այլն այո Հաջորդ հարցումից արդեն ծևով մա անդրադարձակ երկրորդ անգամն է արդեն դոր համար շատ հաճելի է այսպես զրուցելը գա ուրիշ նման աշխատանք որ գուզեիք հայերենի թարգմանել դուք կամ քոնե թարգմանված տեսնել եթե դուք չէ թարգմանիչը նաեւ ասեմ որ այո, օրինակ, Միշել Ֆուկոյի թարգմանությունը այս նույն շարքին մեջ որուն ասենք թեվով ինչ որ գոչեք դուք հայաստանցի դուք կսեմ ներես խմպակրական աշխատանքը ես էի քանի որ քիչարաչսինք չէ բանին Սայիդին յետևը Ֆուկո կանգնած է Թևինքը դոմերդիգա յանքին երկրորդ վեճին գեսին մերժած է այդ ներկայությունը Ֆուկոյին իր գրնագին յետևը կարևոր էր Ֆուկոն թարգմանված տեսնելը ճշվար անշուշտ չէ ուրիշ բաները պետք է թարգմանել ես գիտեք որ ես արեմդայերենի միջալոց եւ Երևան դպված ունիմ Ֆուկոյի սերականության պատմությունը առաջին հադոր Մոսակեր Ագամբենի ուրիշ մեկ կարևոր հադորը եւ այլն ասոնքա պետք է լան ասոնքալ մաս կգազմեն նույն այդ երկխոսության արեմդա եւ արևելահայերին միջև եւ այլն վերջին խոսքը ասեմ ինչ ասեմ վերջերս այս Մինաս Լուրյանին հետ Մինաս Լուրյանը լալով համատակմանիչ Էդուարդ Սայիդի քիրքին տակմանեցինք Ագամբենի վերջին քիրքը Ջորջո Ագամբենի որ այս անգամ գոչվի լեզուն որ կմնա այլևս ժամանակը չէ քանի որ նախորդ քիրքը ժամանակը որ կմնա էր լեզուն որ կմնա եւ ավասիկ մեծ աշխատանք դժվար աշխատանքի վերջո եւ անա հավանաբար դիտի դեպի օրմը անհրաժեշտ են այս թարգմանական աշխատանքները վերջապես մեր լեզուն կվերակենդանացնենք կոր ես խոսիմ որպես արեմդային մի որ մեր լեզուն կսեմ եւ այլն եւ վերակենդանացնել հոս կնշանակի նաեւ մտածել դալ լեզվին թե ինչ վդած է իրեն մտածել դալ թե ինչու հայդարի վեր թատրած է տակմանել է բանի Ղազիկյանենի վեր վերջին մեծ տակմանիչը եղած է Ղազիկյանը 1925 հայդարի անցած է ուր էինք աշխարհին հետ կապ չես բայեր ինքսինքդ չես մտածեր քու ջագարակրիտ մասին չես ինչ գիտնամ Չես վերադառնար քունթունքը վրա, որպես լեզու գուզեմ ասել, որպեսզի հասկանաս թե ինչ կբադայի գործում քեզի, եւ այլն։ Ավասիկ ինչու Ագամբենի Միչայլոց ինձ համար կարևոր է, այդ լեզուն որ կմնա, չի պատասխաներ ինքը այս հարցումներուն Միչայլոց, բայց ի վերջո, գիտեք ինչպես է, չէ, գարտալը, թարգմանելը, մտածելը ի վերջո հեղինակ մգոքնե քեզի որտեղ ինքը իր հարցեր ունի գմոդենա կուզած հարցեր ու բայց անշուշտ ինքը տուն չես եւ տուն ինքը չես ինքը այդ տուն կուարցի չի գրնար տնել ինչպես որ տուն բիդի տներ այդ լեզվի ի վերջո արեմդահերենի նման լեզվի մը հարցը ինքն իր վրա վերադառնալը ինքն իր հարցումը ինքն իրեն թե ինչու չի տակմաներ գոր մինչեւ հիմա Եվ թարգմանության արարքին այդքան կարևորությունը, այդ հարցերը Ագամբենը չունի անշուշտ, բայց ունի այդ որպես մտասևերում կրետ է, ինչ կնշանակե լեզումը որ կմնա, այսինքն մնացորդ լեզումը, այսինքն նշխարյալ լեզումը,
Վաու, ասենք, ասենք հավանաբար ուրիշ բաներ ալգան, բայց որ բաներ որ գուզեի ավելի դեսնել, գուզեմ կանվարտացումը թուք ջրիկ, բայց ես շեշտ տրիադոր վրա գուզեմ վերադառնալ այս մեր խոսակցությունն իմ մտքիս մեջ պիտի մնա մեկ գեդ տարօրինակ է որ խորքին մեջ չի խորած հավանաբար մեր խոսակցության ընթացքին երևցավ ի վերջո ինչ կնշանակի մեզի համար համատակմանիչներս արևմտահայերս մենք սպյուրքս մենք մեր վրա մեր աշխատանքը գդարողներս արևմտահայերենի ընդմեջ են կամ արևմտահայերենով ինչ կնշանակի երևիլ հոն եգրիմ մեջ որ ուր սահմաններն ներս ուր արևմտահայերեն գանշուս դիվերջո եւ աս վերջերս ահակին բայց ոչ այդ դիալոգը չկա եթե գուզեք այո գբացակային մշակութային մտածողական ակադեմիական բոլոր կետերներով եւ ուրեմն ինչ կնշանակի հոն հանգարց ասենք դնգվիլ եւ արեմդայրենով քիրք մեստեղանել եւ այդ հարցումը միայն նայեցեք միան հարցում է ինձ համար եւ այդ հարցումը որբեսի հնչե որբեսի լսելի դառնա որբեսի հետաքրական դառնա պետք է նույնպես թրվի հոն հայաստանցի ընթերցողներուն ուրեմն այս իմ ինձ հետ այս խոսակցությունը որ ունեցակ եւ ունեցանք պետք է գրկնվի ի վերջո ոչ թե թակմանիչներուն հետ այլս անգամ ընթերցողներուն հետ եւ բարձ խոսքով ուրիշին ցեվով գնացնել պետք է ավետիկ ինչ կսպասեմ ծեր հարցումներ կսպասեմ արձագանքներ Հայաստանեն արձագանքներ քրախոսականներ վիճապանություններ հագաջարություններ ինչ գիտնամ բայց արձագանքներ արձագանքներ որոնք արձանակրեն իրենց մեջ որպես արձագանք այն բարական որ այս թարգմանությունը արևմտահայերեն է եւ թուրսենգուկա ինչ որ կարևոր է պետք չէ բանել չնչել լեզուներու դարբերությունը այո գա դարբերությունը հետաքրքրական է այս կետը շատ հետաքրքրական է պետք է լա անպայման պետք է լա հույսով է փանենք ֆրախուսեցեք տանեցեք ամբես մերեք որ լան հույսով եմ կոնե մեր այս հարցազրույցը այդ մեկուն կնպաստե եւ հավաքային ինչու՞ չէ այլ բաներալ բայց ահա տեսեք քիրքի դարբեր գողմերը քիրքի արժեքին թարգմանության այսինքն մանավանդ թարգմանության այո եւ այս շատ հաճելի զրույցը պիտի ավարտեմ թեև չուզելով բայց վերջին հարցումով ինչ կուզեիք Էդվարդ Սայդը սեր կամ ըսածը լար այս քիրքի մեջ ոչ թե ըսած կամ դուք ինչ կգրեիք եթե ինքը գրած չլար ասենք երկու ինքը շատ բաներ կան որ չէ գրած քիչարաճ ասի Էդվարդ Սայդը զարմանալի բան ասենք ընթացք ունեցած է նախ 78-ին լույս տեսած քին համար վերջապանը գրած է 94-ին եւ հետո հարաճապանը իր մահվանդարին թշպարտաբար գանուխ մերած է գիտեք չէ 2003-ին Ծանոթ է իրեն գիտեք չէ ի վերջո Կոլումբիա համալսարանը իմ շենքից դիմաց է իր փորձակից եղած եք ուրեմն քիչանաչսի Ֆուկոյի ասելությունը բայց ասի նաև
այդ տարօրինակ բան, որ ի վերջո Էդվարդ Սայիդ հումանիստ մներ, ոչ թե միայն իր անգլերեն իմաստով, այլ շատ ավելի ընդհանուր իմաստով հումանիզմի, մարդկայնաբաշխության, ասենք, եւ ի վերջո Ֆուկոն քանի որ կներկայացվեր եւ ինքնին կներկայանցներ որպես հագայմանիստ, ուրեմն հետսեդե ավելի ինքը երոցայիդ հագա ֆուկոյական դարձավ, ասում իր քիրքը բիլիչը վե դայրեն բիլիչը գրեր, բայց դարօրինակ կերպով դարձավ այնպես որ այդ գեդը պետք է հասկանալի դարձնել որ գիտեք ի վերջո հեղինակը նախ գփոխվի դարիներու ընթացքին նախ մեծ աստիճան գրած գլա հետո թեմ գխոսի եւ այլն ինչ որ չէ ասած ուրիշ մյուս գեդը հետեւյալն է Սայդը այդ դարիներուն երկու կարևոր քիրքեր ունի մեկը դա գոչվի այս մեկը օրիենտալիզմը եւ մյուսը ուրիշ քիրքեր ալա Բաղեստինի եւ այլնի վրա դոնք կարևոր քիրքեր են adons մասին չխոսեցանք այո Բաղեստինի պաշտպանություն եւ այլն օքեյ բայց այս մարզին մեջ մյուս քիրքը գոչի culture and imperialism as մշակույթ եւ գասերաբաշխություն ինձ այնպես կթվի որ այդ երկու քիրքերուն գաբակցությունը լավ չեմ մտածված որ ոչ իր գոմե ոչ էլ ընդանուր իր ընթերցողներուն գոմե որովհետև ընդհանրապես օրիենտալիզմը մեկնաբանվի որպես իմպերիալիզմ, ուրեմն բնական կնկատվի, որ նայեցեք ի վերջո նույն այս քիրքին ուրիշ մեկ դարբերակ գրած է cultural բայց ոչ ուրեմն բզիկ աշխատանք պետք է կատարել այդտեղ հասկանալու համար թե այդ մյուս քիրքին մեջ ինչ կլագոր cultural imperialism ինչ համար նույնքան բան չունեցավ այդ քիրքը ասենք աշխարհի աշխարհը նույն ձևով չնցեց այո ինչու ուրեմն ադա թարգմանենք կամ ոչ բայց կոնեկարտանք նայենք թե ինչ կգադարվի գոր այդ մեկ երկրորդ բայց ասած է չեմ գնացել որ ամբողջ այդ բայկարը գա սերիվան ամբողջ այդ բայկարը գա Բաղեստինի հետ կապված չէ եւ ռացեինք գաբը իր բանին այդ երկու բաներում միջև Բաղեստինի շուրջ քիրքերը եւ օրիենտալիզմի հարցը այդ գաբակցությունը դրած է երբեք դերմը ավասիկ աշխատանքը որ պետք է կատարվի ռաձե դերած ինչու չեր գնարանել եթե բիդիոներ կամ եւ այլն շատ կարեւոր հարցում քանի որ Բաղեստինի հարցը բարձ հարցը չէ եւ հայերուն հետ ի վերջո գապ մնալ ունի քանի որ այս միջոցին նույն ճակատագրին ենթարկված են գներես ասելուս ընդհանրությունները շատ են ուրեմն պետք է հասկանալ թե ինչ կկատարվի գորոս ավազիկ նորեն ինչու պետք ունենք այլև Էդվարդ Սայիդեն կոնե անտին այդ գաբը տնելու ինչի գաբը օրիենտալիզմին եւ բաղեստինցիներու հարցին միջև այսինքն օրիենտալիզմին եւ բեդությունը լալու չլալու հարցին միջև որտեղ հոս այսօրվան բադազները ի վերջո բեդությունը իր բեդության անունով գործեգոր մերցնելով չնչելով փնաչնչելով եւ այլն բեդությունը կարևոր է այդ մասին հունիսին դեր գխոսիմ
Հիմա Շատ բայց ասալ, աստեով երբեք չէի մտածած, շատ շնորհակալ եմ այս վերջին հարցումին համար, մենք ենք նայեցեք։ շնորհակալ։ Եվ ճիշտ է որ այսինքն ճշտեցեք դուք ձևով մադալ դրտաբաճարն էր այս գիրքին, չէ՞ որ 67-ի բարդությունը, երբ որ դեղի ունեցավ, ես հարցազրույցները մեկու մեջ իր Էդվարդ Սայդի դված գսեր, որ այդ ցնցումը, որ ինքը ունեցավ, այս ցնցիչ գիրքի դրտաբաճարը դարձավ երևի։ Որ մեկուն, ուզեք ասել բանին, Օրիենտալիզմի, արևելապատի։ օրիենտալիզմին, Այո։ Ador at Դուք կուտակ երևի Որում բադասխանած։ ինձ ղրգեցեք, որովհետև ես այդքան հստակ չեմ զերգոր, պատերազմի ցնցումը, որ գլա պատճառներ են մեկը ասենք, բանի օրիենտալիզմի, Ինքը այդե որ չէ, անուղագի պատճառ, այս տաշտեն ներս մտնելու, մտածելու, աշխուժանալու այդտեղ։ Թե ոչ ինքը գդրված էր, այսինքն այդ աշխարհեն, ձևով մը անշուշտ, ոչ ամբողջությամբ։ գիտեք իրան փոխ չադալ պետք է թերևս ինտերվյուի բանի ուրիշ արիտով ուրիշ ցավով սել Էդվարդ Սայդը մեկն է որ ի վերջո Բաղստինցի, բայց Եգիպտոս դաստիարակված, հետո Անգլիա դաստիարակված, այսինքն ամբողջ, ինչպես ասեմ, թախկենի, բուրժուա Բաղստինցի ամբողջ ատնք ընթացքը, հա, մինչև գիտակցարումը կամ Եվ ուշադիր, բան քրիստոնյա բաղեցնցի, որ քրիստոնյա բաղեցնցի, ադալ երակալն է։ Ադալ չենք բավական չէ սված, որ ի վերջո քրիստոնյա եւ իսլամ գա եւ այլն իրենց մեջ եւ այլն եւ այլն։ Ինչ բարդ երևույթ է եւ ինչ դքերկացություն է այսօր անգացությունը։ Այո։ Շատ շնորհակալ եմ։ Ցավոք պիտի ասեմ, որ ավարտին հասավ մեր զրույցը, շատ հաճելի էր։ Շնորհակալություն զրույցին համար եւ շնորհակալություն այս շատ կարեւոր աշխատության համար։ Աբակային հույսով եմ գրգին այսպիսի զրույց կունենանք ուրիշ աշխատություններում։ Մենք արդեն ահագին բաներու մասին խոսեցանք։ Հույսով եմ adonց մասին դեր կզրուցենք։ Անհամբեր կսպասեմ այդ օրվան։ Շատ շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։ Լավ մնաց։ Հաջող։ Հաջող։